Բարև ձեզ փոքրիկներ, ողջույն բոլորին։ Այսօր ես եւ Թութակիկը կներկայացնենք ձեր ուշադրությանը, ում Թութակիկ կարող ես ասել։ Նրան ագրել է Դենա ով շատ հայտնի է, լսիրանի, չէ որ դու երեկ պատմում էիր ինձ նրա մասին, ախր ինչպես կարող էի ես մոռանալ, չեմ հասկանում, Շուշաշե, Ողջույն մեզ շատ սիրելի հեռուստադիտող բարեկամներ, երեկ Թութակիկը ինձ ասաց, որ այսօր նա եւ Անին պատմելու են նշանավոր կոմպոզիտոր Շոպենի մասին, դա ճիշտ է։ Այո, շատ լավ, գնամ եւ բարձեմ ինչ գիտեն մարդիկ նրա մասին։ Ռոմանտիզմի դարաշրջանին պատկանող կոմպոզիտոր է, մեծ դաշնամուրային ժանրում բավականին մեծ ժառանգություն ունի։ Կարող եք նշել Շոպենի ազգությունը։ Ինչքան գիտեմ Շոպենը, չգիտեմ, չեմ հիշում։ Չգիտեի։ Ֆրանսիացի։ Դե իհարկե Շոպեն, ինչպես էի մոռացել, Շոպեն։ Այո, Թութակիկ, այսօր մենք կխոսենք Ֆրեդերիկ Շոպենի մասին։ Շոպենը ծնվել է 200 տարի առաջ Լեհաստանում։ Նրա ընտանիքում միշտ երաժշտություն էր հնչում, հայրը նվագում էր ջութակ և ֆլեյտա, մայրը դաշնամուր էր նվագում և շատ լավ երգում էր։ Սակայն, երբ մայրը երգում էր կամ հայրը նվագում էր, մանուկ Շոպենը սկսում էր բարձրադյան լաց լինել։ Ծնողները կարծում էին, թե նա երաժշտությունը չի սիրում և դա նրանց շատ էր տխրեցնում։ Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց։ Ճիշտ է, հակառակը ստացվեց։ Առաջին անգամ Շոպենը նստել է դաշնամուրի առջև, երբ նա ընդամենը 3 տարեկան էր։ 3 տարեկան։ Այո, գիշերը նա մոտենում է գործիքին և սկսում է նվագել այն մեղեդին, որ նվագում էր իր մայրը։ Նա ստեղները շատ հմտորեն էր սեղմում և բոլոր նոտաները նվագում էր շատ ճիշտ։ Լսելով երաժշտության ձայնը ծնողները արթնանում են և Շոպենին կարգադրում գնալ քնելու, իսկ Շոպենը անմեղ հայացքով նայում է մորը և ասում է. «Մայրիկ, մի բարկացիր ինձ վրա, ես նվագում էի նրա համար, որ երբ դու հոգնես, քո փոխարեն ես նվագեմ»։ Միթե հնարավոր է 3 տարեկանում դաշնամուր նվագել, ախր դա այնքան էլ հեշտ գործ չէ, դժվար է, 3 տարեկան։ Տաղանդավոր մարդու համար անհնարին ոչինչ չկա, Թութակիկ։ Ասեմ նաև, որ 5 տարեկանում նա գիտեր բոլոր նոտաները և մոր նվագած երաժշտությունը հեշտությամբ էր վերարտադրում։ Իսկ 7 տարեկանում նա գրեց իր առաջին ստեղծագործությունը։ Դրանից հետո նրա մասին գրում են թերթերում և նրան հրավիրում են մասնակցելու ամենքի փոքրիկ Շոպենը բեմ է բարձրանում գեղեցիկ թավշյա կոստյումով, նա նվագում է շատ բարդ մի կոնցերտ և այնքան հիանալի է նվագում, որ ողջ դահլիճը նրան կանգնած ծափահարում է, ծափեր, հուրրա, ամերգից հետո, երբ մայրը գովասանքի խոսքեր ասում տային, նա պատասխանում է. Մայրիկ, նրանց պարզապես իմ տոնական օձիքներ դուր եկել, գիտես, բոլորը այնպես էին նայում նրան։ Ձեր կարծիքով ինչու է պետք փոքրիկ դաշնակահարին սեղմակներ։ Նոտաների վրա ամրացնի, որ կամ ինչ փչի, չթրծի նոտաները։ Չգիտեմ։ Նոտաները երբակցնելու, որպեսզի ավելի փափուկ լինեն մատերը, չգիտեմ։ Երևի այդ դաշնամուրի նոտաների այդ մեն օգնի սեղմելու, հա? Չեն կարող ասել։ Երևի մոտերն էր հագցնում, Որպեսզի հեշտ լինի, հա, նվագելու համար։ որ սև նոտաներին ավելի ստեղներին ավելի հեշտ հասներ։ Ավելի արագ նվագելու համար, որպեսզի ավելի շուտ հասնեն սև ստեղներին։
Փոքրիկ Շոպենը պարապում էր ամբողջ օրը, եւ նա իր մանկական մատներով չէր կարողանում վերցնել բոլոր ակորդները, եւ նա հնարում է մի միջոց։ Նա իր մատներին ամրացնում է փայտե սեղմակներ։ Սակայն դրա արդյունքում մատները ուժեղ ցավում էին, կապտում եւ նույնիսկ արյունահոսում։ Իսկ մայրը ամեն անգամ արցունքն աշկերին մշակում էր որդու վերքերը, պակ։ Ախր դա շատ ցավոտ էր, ինչպես կարելի էր դիմանալ նման փորձությանը։ Սիրելի փոքրիկներ, հանկարծ չփոցեք նման մեթոդներ կիրառել։ Ճիշտ է Թութակիկ, ավելի լավ է մենք Շոպենի նման լավ սովորենք, շատ գրքեր կարդանք, ուսումնասիրենք տարբեր օտար լեզուներ։ Օտար լեզուներ, ուսումնասիրեք, մի՞թե նա արել է այդ ամենը, հա։ Այո, Թութակիկ, նա արել է այդ ամենը, ուսումնասիրել է 3 օտար լեզուներ, լավ նկարել է եւ նույնիսկ օստված է եղել դերասանական տաղանդով։ Բայց միևնույն է, առաջին հերթին նա տաղանդաշատ երաժիշտ էր։ Այո, այնքան տաղանդաշատ, որ երբ 12 տարեկան էր, ուսուցիչը հրաժարվում է պարապել նրա հետ, ասելով, որ այլևս ոչինչ չունի նրան սովորեցնելու, եւ նա ընդամենը 12 տարեկան է։ Կարող եք կատարել Շանվալ ստեղծագործությունը։ Ոչ, չեմ կարող։ Չէ, էլի։ Բարենք։ Իսկ գիտեք ֆրանսիացի որ գրողի շնիկին է այն նվիրված։ Չէ, ցավոք սրտի չգիտեմ, ամոթ մեզ։ Չեմ հիշում։ Չէ, չգիտեմ։ Մի անգամ Ժորժ Սանդի բնակարանում Շոպենի եւ ճանաչված կոմպոզիտոր Լիստի միջև տեղի ունենում միջադեպ։ Նվագելով Շոպենի ստեղծագործություններից մեկը, Լիստը նրանում կատարում է որոշակի փոփոխություններ։ Շոպենը դրանից շատ է վիրավորվում եւ ասում. Եթե դուք ինձ պատվեք արժանացում նվագել իմ ստեղծագործությունները, ապա նվագեք այնպես, ինչ գրված է։ Լիստը բարկանում է եւ զիջում է իր տեղը Շոպենին։ Շոպենը այնքան լավ է նվագում, որ հիացած Լիստը բացականչում է։ Դուք իրավացեք, հանճարների ստեղծագործությունները պետք է սրբազան պահել, դրանց դիպչելը ուղղակի սրբապղծություն է։ Մեզանից յուրաքանչյուրն իր ոճն ունի, պատասխանում է Շոպենը։ Լիստը որոշեց վրեժխնդիր լինել։ Հաջորդ օրը, երբ բոլորը կրկին հավաքվում են Ժորժ Սանդի բնակարանում, Լիստը խնդրում է Շոպենին ինչ-որ բան նվագել։ Շոպենը հաճույքով համաձայնում է, երբ բոլոր նոմերը մարվում են, իսկ Շոպենը միշտ նվագում է մթության մեջ, նրան է մոտենում Լիստը, ինչ-որ բան է շշնջում նրա ականջին, եւ Շոպենը զիջում է տեղը նրան։ Հնչում է Շոպենյան աստվածային երաժշտությունը, բոլորը ուղղակի հիացած են, վերջում, երբ սենյակ է բերում մոմերը, պարզվում է, որ դաշնամուրի առջև նստած է Լիստը։ Դե ինչ կասեք, դիմում է գունատ Շոպենին։ Կասեմ այն, ինչ բոլորը, ես ինքս կարծում էի լսում էի Շոպենին։ Տեսնում եք, հաղթանակած ասում է Լիստը։ Լիստը կարող է լինել Շոպեն, երբ կամենա, իսկ թե կարող է արդյոք Շոպենը լինել Լիստ, այնքան էլ վստահ չեմ։ Այսօր այսքանը, ստեսություն։ Ստեսություն։
Thank you.